Նախ հայ-իրանական հարաբերություններից է հետաքրքրվում իրանցի լրագրողը Հայաստանի վարչապետից։ Ասում են, ձեր իշխանությունը արևմտամետ է, ձևակերպում է լրագրողն ու շարունակում, դա չի ազդի Իրան-Հայաստան հարաբերությունների վրա։ Փաշինյանը կրկնում է, բալանսավորման քաղաքականություն ենք վարում։ Տարածաշրջանային այս բազմազանությունը նաև հնարավորություններ է ստեղծում մեզ ինտեգրված լինել ոչ միայն արևմուտքին, այլև ինտեգրված լինել արևելքին։ Մենք չենք ուզում, որպեսզի պայմանական արևելքի հետ մեր հարաբերությունները նվազեն կամ թուլանան, մենք ուզում ենք, որ այդ հարաբերությունները խորանան։ Եվ այս առումով Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են։ Այս դեպքում, եթե արևմտյան երկրներից որևէ սպառնալիք լինի Իրանի դեմ, ինչ կանի Հայաստանը, ինչ գործողություններ կձեռնարկի։ Փաշինյանը պատասխանում է, Հայաստանը չի ներգրավվի այդ իրադարձությունների մեջ։ Հետո իրենց վաղեմի թշնամու հետ մեր ռազմավարական համագործակցությունն է հիշեցնում Փաշինյանին զրուցակիցը։ Դա ռապորտ կա, Հայաստանում վստահ են, որ այն իրականություն կդառնա, կկիրառվի։ Որ վարչակազմի հետ հարաբերություններում ադապտացման փուլ է բոլոր երկրների համար եւ այդ ադապտացման փուլը անցնելուց հետո է, որ պետք է այդ հարաբերությունները գնահատվեն։ Հետո թեման Հայաստանով անցնող ճանապարհն է, որ պահանջում է Ադրբեջանը։ Փաշինյանը հիշեցնում է, կոմունիկացիաների վերաբերյալ հայկական առաջարկը ձևակերպել են ու Բաքու ուղարկել, սպասում են պատասխանի։ Այդ առաջարկով կարող է հարցը լուծվել, դա Ադրբեջանին տրամադրված իրանական ճանապարհի սկզբունքով գործող հայկական ճանապարհ կարող է լինել։ Իսկ երրորդ ուժերի ներկայությունը անընդունելի Հայաստանի համար, շեշտում է Փաշինյանը։ Եթե նույնիսկ դրա մասին որոշ պնդումներ կան, այդ պնդումները չունեն որևէ հիմք եւ իրականության հետ որևէ աղերս չունեն։ Սակայն այդ նույն ընթացքում, երբ Փաշինյանը, այսպես ասենք, սպասում է Բաքվից դրական պատասխանի եւ մերժման հիմքեր չի տեսնում, նաեւ հոդված է գրում վերահաստատելով հայկական առաջարկը, Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչը արձագանքում է Փաշինյանին։ Հաջիզադեն պնդում է, թե Երևանի ներկայացրած առաջարկները ըստ էության անհարկի են, դժվար իրագործելի եւ գործնականում երթուղին երկարացնող։ Ըստ նրա, դրանցով Երևանը նպատակ ունի շեղել ուշադրությունը ստանձնած պարտավորություններից։ Պաշտոնյան ադրբեջանական հայտնի երգ է երգում։ Բոլորին է հայտնի, որ Հայաստանը գրեթե 30 տարի օկուպացիայի տակ էր պահում Ադրբեջանի ինքնիշխան տարածքները, ինչը հանգեցրել է Նախիջևանի ինքնավար հանրապետության շրջափակման։ Հայաստանը նաև 44-օրյա պատերազմից հետո որևէ դրական ներդրում չի ունեցել հաղորդակցության ուղիների վերագործարկմանը նվիրված բանակցություններում։ Սա փաստորեն Բաքվի պաշտոնական պատասխանն է Հայաստանին, թե դեռ պետք է սպասել փաստաթղթավորված մերժման։ Ամեն դեպքում պարզից էլ պարզ է, հայկական առաջարկը դարձյալ ադրբեջանական սպասելիքները չի արդարացնում։ Ալիևը մեր հայկական տարածքով ճանապարհ է ուզում, առանց հայկական որևէ միջամտության։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։